Սիրելի հայրենակիցներ, բարի ուշ երեկո, այսօրվա թոհուբոհի մեջ մի բան աննկատ անցավ, մի կարևոր բան, որի մասին ուզում եմ խոսել, քանի որ հայտարարել էի դրա մասին։ Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցումով եւ ամբողջությամբ ընդունեց օրենսդրական նախաձեռնությունների մեր փաթեթը, որով ըստ էության վերացվեց գրեթե բոլոր գերատեսչություններում հանրային ծառայության 65 տարեկանի շեմը եւ մեր հազարավոր քաղաքացիներ կարողանալու են շարունակել իրենց աշխատանքը 65 տարեկան լրանալուն պես, իհարկե որոշ բացառություններով, դրանք հիմնականում ուժային կառույցներն են, որոշ կարգավորումներ բարձրագույն ուսումնական հաստատությունների բարձրագույն կրթության մասին օրենքով, բայց մեծամասամբ եւ դրանք 20,000-ից 25,000 մոտ քաղաքացիները մեր կկարողանան, եթե 65-ը լրանում է, շարունակել, եթե իհարկե նրանք համապատասխանում են պաշտոնի անձնագրի եւ նաեւ կկարողանան ընդունվել աշխատանքի, եթե կարողանան քննությունները հանձնել քաղծառայության, համայնքային ծառայության եւ նաեւ խոսքը վերաբերում է պոակների տնօրեններին, հողակների տնօրեններին։ Այնպես որ խնդրում եմ այս լավ լուրը, որը որ ըստ էության տարիքային խտրականության վերացումն էր, որը արդեն վերացվել էր մասնավոր հատվածում, իրականացվում է նաև պետական հատվածում, խնդրում եմ տարածել։